Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ հերկինս ես Սուրբ եկեցի անուն քո եկեցե արքայություն քո եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի ասած մեր հանապազոր դուր մեզ այսօր եւ թող մեզ սպարդիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզ իչարե Զեկայ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս Քրիստոս հարյավի մեռելուց նստեք սիրելիներս բարի եկեք թող Տեր օրհնի մեզ իր խաղաղության ու սիրո մեջ պահի որ մեզ ամեն անգամ առիթ է տալիս թե եղանակային պայմաններն էլ երբեմն լավը չլինեն բայց մենք կարողանում ենք հավաքվել Տիրոջ խոսքը սերտել այսօր շատ կարևոր նյութ ենք սկսելու Պողոս Արաքյալի Հռոմեացիներին գրված նամակը պիտի սերտենք ամենածավալուն նամակն է 16 գլուխներից է բաղկացած եւ կարելի ասել Քրիստոսի ամբողջ ավետարանը նորից վերաշարադրված է որովհետեւ թեև ինքը Հռոմում չէր քարոզել նախապես, այնտեղ համայնքը ձևավորված էր, բայց քանի որ Հռոմը խառնիճաղանջ քաղաք էր, ամեն ինչի կենտրոնն էր, թե հեթանոսներ, թե հրեաներ, քրիստոնեական հավատքի նոր սերմեր, եւ Պողոս Արաքյալը ամբողջ այս 16 գլուխների մեջ փորձել է ցույց տալ, թե արդարությամբ գործերով մարդիկ ինչպես կարող են Քրիստոսին մոտենալ, թե ինչպես հեթանոսական ու հրեական վեճեր անիմաստ չպիտի պատճառ դառնան ճշմարտությունից, որովհետեւ Գիտեք, ամենտեղ որտեղ նորադարձ հրեաներ կային եւ կային կեղծ քարոզիչներ, մարդկանց սովորեցնում են, որ ճիշտ է դուք մկրտվել եք քրիստոնյա եք դարձել, բայց նաեւ պետք է հրեական որոշակի օրենքներ պահեք, թլ պատվեք, օրերը պահեք, որպեսզի ձեր փրկությունը կատարյալ դառնա, եւ նաեւ վեճեր կար ավանդությունների, որտեղ հեթանոսությունից եկած եւ հրեական միջեզ եկած բախում կար, հատկապես Հռոմ քաղաքի մեջ։ Ուրեմն այս նամակը գրվել է 57 թվականին Կորինթոս քաղաքում Պողոս Արաքյալի երրորդ ճանապարհորդության ժամանակ, երբ որ ինքը եկավ պիտի մնար Կորինթոսում, այդ ժամանակ ինչ էր տեղի ունեցել, երբ որ հեթանոս քրիստոնյաներ եւ հրեա քրիստոնյաներ բախում եղավ եւ հռոմեական կայսրության նկատում էր նաեւ հրեականության նոր տեսակ, նոր աղանդ, բոլորին քաղաքից վտարեցին, հատկապես այնտեղ Ակյուղաս եւ Պրիսկան կան ամուսիններ, ովքեր քրիստոնեություն էին քարոզում Նրանք էլ բոլորը ստիպված դուրս եկան, հետո եկան Կորինթոս հանդիպեցին Պողոս Արաքյալին, հատկապես իրենք պատմեցին, թե Հռոմի ինչ է տեղի ունենում, որ դրա համար Պողոս Արաքյալը նամակը գրեց հռոմեացիներին։ Ուրեմն Հռոմը, գիտեք, բոլոր հանդիպումների կենտրոնն էր այն ժամանակ հռոմեական կայսրության մայրաքաղաքը, հավերժական քաղաքը Հռոմը, ամեն տեսակ անբարոյականության կենտրոն, մեղքերի թշվառության, աղքատության, հարստության, ճոխության, ամեն բան կար այդ քաղաքի մեջ, որտեղ կայսրության ամեն քաղաքներից խոշոր մարդիկ գալիս էին Հռոմ, իրենց սովորություններ, ավանդույթներն են բերում եւ մեծ խառնարան էր դարձել Հռոմը։ Եվ հիմա կարիք կար, որ այդ ամենը այնտեղ շտկելու եւ ճշմարտությունը հաստատելու համար։ Ուրեմն ոչ ոք չգիտի ինչպես է ձևավորվել Հռոմի քրիստոնեական համայնքը։ Մի քանի վարկածներ կան, ոմանք ասում են, որ Պետրոս Արաքյալը ինքն է եկել Հռոմ քարոզել եւ հիմնադրել եկեղեցին, ինքն էլ դարձել Հռոմի առաջին եպիսկոպոսը, բայց այդպես չի, որովհետեւ Պողոս Արաքյալի նամակի մեջ, երբ որ կարդում ենք, ասում է ես եկա, ասում է չեմ ուզում ուրիշի արածի վրա ոնց որ ես ամրապնդվեմ, ես ինքս եմ քարոզել այդ ամենը։ Հետո Պետրոս Արաքյալը եկել է 63 թվականին արդեն Հռոմ, մինչ այդ արդեն քրիստոնեությունը կար, այս նամակն էլ 57 թվականին էր գրած։ Երկրորդ վարկած այն է, որ հոգեգալստյան օրը, երբ որ Սուրբ Հոգին Արաքյանները ստացան, Պետրոս Արաքյալը քարոզեց եւ մոտավորապես 3000 հոգի դարձի եկան, այդտեղից այդ մարդկանցից ոմանք են գնացել Հռոմում քարոզել եւ այնտեղ քրիստոնեական սերմերը ցանել, բայց ամենահավանականը, որ տարբեր տեղերից ինչ որ քարոզիչներ եկել են եւ ամբողջական համայնք չկար։ Կար այսպես տներում հավաք, որտեվ ասում այս ամուսինները տներում էին հավաքում, քարոզ էին խոսում։ Հիմա կար այդ ամբողջը միասնական դարձնելու, հավաքական եկեղեցի դարձնելու, ինչը որ Պողոս Արաքյալը փորձում է անել այս նամակի բովանդակության մեջ։ Ուրեմն Պողոս Արաքյալը իր ամբողջ կյանքի ընթացքը, որ դարձ ունեցավ, երազում էր Հռոմ գնալ քարոզել, որտեվ իր ամբողջ նպատակներն եւ հասնել
ռոմեական կայսրության մայրաքաղաք, որովհետև նաև մենք տեսնում ենք տեսիլք են ունում Պողոս Արաքյալը, տեսիլքի մեջ ասում է Սուրբ Հոգին նրան քաջալերվիր Պողոս, որովհետև ինչպես ինձ համար վկայեցիր Երուսաղեմում, նույնպես պետք է Հռոմում քարոզես եւ վկայես։ Ուրեմն նաև Տիրոջ առաջնորդությամբ ինքը պետք է գնար Հռոմ քարոզելու։ Ուրեմն այսպիսով Հռոմեացնողաց նամակի գրման նպատակը ինչ էր, քրիստոնեական համայնքը ձևավորել, ամբողջականության մեջ բերել, այնպես այն որ հեթանոս եւ հրեա միջավայրի քրիստոնյաները գան իրար հետ հավասարազոր ապրեն, որպեսզի տարաձայնությունը չլինի, ավետարանը չտուժի, եւ այս նամակը նաեւ ամենակատարյալն է, որ քրիստոսյանական ամբողջ վարդապետությունը կա, ավետարանը նորից պատմված է ճշմարտությամբ, որպեսզի մարդիկ ամբողջական կարողանան հասկանալ, թե որն է քրիստոնեություն եւ երբ որ կարդակ ամբողջական մեր ռոմեացիների նամակը, կտեսնենք այս ամբողջ ընթացքում, կարծես 3 գրածներ այս նամակը։ Որովհետև այն բոլոր մեղքերը, ինչ որ այստեղ նկարագրվելու է, այսօրվա մեր ժամանակակից մեղքերն են՝ միասեռականություն, կինը կնոջ հետ, տղամարդը կենդանու հետ, ամեն մեղք, ինչ որ կտեսնեք, գողություն, խաբեություն, հանցագործություն, սպանություն, պոռնոգություն, ամեն բան, ինչպես այն ժամանակ 2000 տարի հետո նույնը կա այսօր մեր աշխարհի մեջ։ Գիտեք նաև որ Պողոս Արաքյալը այնտեղ էլ նահատակվել է, քանի որ Պողոս Արաքյալը Հռոմի քաղաքացի էր, իրեն խաչել չէին կարող, իրեն գլխատել են Հռոմ քաղաքում արդեն 67 թվականին։ Եվ անցնենք ուրեմն նամակի բովանդակությանը։ Առաջին համարը Պողոսը Հիսուս Քրիստոսի ծառան, կոչումով Արաքյալ, ընտրված քարոզելու Աստծո ավետարանը։ Ուրեմն տեսեք, սիրելիներ, մենք մյուս նամակների մեջ շատ ենք խոսել, որ Պողոս Արաքյալ հենց սկզբում ասում է. ես Պողոսը Հիսուս Քրիստոսի ծառան։ Ուրեմն ոչ Մովսես մարգարեն, ոչ իրենից հետո որևէ մարգարե, ոչ նույնիսկ ավետարանիչները, իրենք իրենց անունները չեն գրել, չէ՞, որ ես Մովսես մարգարեն կամ ես Մատթեոս ավետարանիչ եմ։ Ոչ ոք չի գրել ինձ անունները։ Ինչու՞ մեկնիշներն ասում են, որովհետև իրենք իրենց ծանոթ շրջանակի համար էին գրում խոսում, բայց քանի որ Պողոս Արաքյալը ինքը տեսեք ինքը Հռոմ չի քարոզել, համայնք չի մնալ, հիմա Հռոմի նամակ է գրում, ուրեմն ինքը ասում է ես Պողոսը Հիսուս Քրիստոսի ծառան։ Միանգամից իր անունը դնում է, որպեսզի մարդիկ հասկանան, որ ինքը պատահական մեկը չէ, ինքն իրենից առաքյալ չէ, այլ ինքը Քրիստոսից է ստացել այս կոչումը, եւ ինչ որ ինքը խոսելու է, Աստծուց է ստացել այդ պատգամը եւ ճշմարտությունն է փոխանցում մարդկանց համար։ Ուրեմն Պողոս Արաքյալը գիտեք 12-ի մեջ չէր մտնում, Պողոս Արաքյալը ինքը փարիսեցի էր, շատ խստակրոն, Հռոմի քաղաքացի եւ չէր հանդուրժում քրիստոնյաներին։ Եվ նույնիսկ այնքան առաջացավ իր ատելության մեջ քրիստոնյաների հանդեպ, որ գնաց թուղթ ստացավ օրինական, որպեսզի գնա Դամասկոս, այնտեղի քրիստոնյաներին ձերբակալի, բերի Երուսաղեմ դատապարտին, եւ այնտեղ ճանապարհին հանդիպեց Հիսուսին, որ Հիսուս ասաց. «Ինչու ես ինձ հալածում»։ Եվ այդ ժամանակ ինչ էր նրա անունը։ Սավղ, ապրեք։ Ուրեմն տեսեք, Սողոսը, որ դարձավ Պողոս, ուրեմն հալածիչ էր, դարձավ առաքյալ եւ ինքը անձնապես Քրիստոսին հանդիպեց եւ նույնիսկ այդ լույսից իր աչքերը կուրացավ եւ ինքը արդեն գնաց Դամասկոս Անանյանով աշակերտի միջոցով բժշկվեց։ Ուրեմն տեսեք, այս ամենի մեջ Պողոս Արաքյալը, որ ինքը դարձավ, հետո նկարագրում է, ասում է, երբ որ ես վերադարձա Երուսաղեմ, հանդիպեցի առաքյալներին, ովքեր սյուներ էին համարվում, Պետրոսը, Հովհաննեսը, Հակոբոսը, ասում են նրանք հասկացան, որ ինչպես որ Պետրոսին վստահված է հրեաներին ավետարանելը, ինձ էլ վստահված է հեթանոսներին ավետարանը։ Համար Պողոս Արաքյալը կոչվում է 13-րդ առաքյալ եւ հեթանոսների առաքյալ, որովհետեւ ինքը ամբողջությամբ ամբողջ Եվրոպան գրեթե միայնակ քրիստոնյա դարձրեց։ Ուրեմն ինչ եղավ Պողոս Արաքյալը, տեսեք, դարձավ առաքյալ, բայց երբեք ինքը չի հպարտանում։ Ինքը ասում է Պողոսը Հիսուս Քրիստոսի ծառան։ Ուրեմն ինքն իրեն ծառա է ներկայացնում։ Ինչ ընկալում կար ծառա ասել, որ մենք ծառա ենք հասկանում։ Ուրեմն 3 տեսակի խորհուրդ, 3 խորհուրդ ունի իր մեջ ծառաբար։ Ուրեմն առաջինը արարչություն։ Այսինքն երբ որ մենք իբրև մարդ արարվել ենք Աստծո կողմից իրեն ծառայելու համար եւ Սաղմոս գրքի մեջ Դավիթ մարգարեն ասում է քանզի բոլորը քո ծառաներն են, այսինքն երբ որ արարվել ենք մենք ում պիտի ծառայենք մեր արարչին, այս իմաստով ծառա։ Երկրորդ իմաստով ծառա նշանակում է հավատքի միջոցով, երբ որ դու հավատքի միջոցով, երբ որ դարձ ես ունենում, փորձում ես Տիրոջը ծառայել, սա շատ գեղեցիկ նկարագրված այս նամակի 6-րդ գլխի 17 համարում, բայց գոհություն Աստծոս, երբ որ մեղքի ծառաներ էինք, բայց ի սրտե հնազանդվեցիք այնպիսի վարդապետության, որը ձեզ ավանդեց։ Ուրեմն մեղքի ծառան
մարդը հավատքի միջոցով այլևս դառնում է Քրիստոսի ծառան։ Հիշում եք իր աշակերտի խոսքերը Օնոսիմոսը, ասում է՝ մի ժամանակ ես գնված ստրուկ էի, ծառայեի, հիմա Քրիստոսով ազատված մարդ եմ։ Ուրեմն մեղքի ծառա լինելով մարդը ազատվեց Քրիստոսով, այս նոր վարդապետությամբ, ավետարանի բարի լուրով մարդը դարձավ Քրիստոսի ծառա։ Եվ երրորդը կյանքով էր մարդը ծառա։ Գիտեք, ռոմեական կայսրության մեջ ամենատարածված երևույթը ստրուկների իրականությունն է, որովհետև ավելի շատ ստրուկ կար ռոմեական կայսրության մեջ, քան սովորական ապրող մարդիկ։ Ուրեմն Պողոս Առաքյալի ժամանակ ծառան ով էր, իր տիրոջ սեփականություն, այսինքն ինքը չէր կարող սեփականություն ունենալ, խոսք ասել, որևէ ընտրության մասնակցել, ամեն բանից զրկված էր, եւ ծառայի կյանքը պատկանում էր ոչ թե իրեն, այլ իր տիրոջը։ Հիմա այստեղ Պողոս Առաքյալը, երբ որ ասում է ես, Պողոսը, Հիսուս Քրիստոս, այս երեքն էլ իր մեջ կա։ Արարչությամբ, այսինքն արարչի ծառան եմ, հավատքով մեղքից դարձ ունեցած եւ փրկությամբ դարձել եմ Քրիստոսի ծառան, եւ երրորդը մեղքի ծառան էի, իրավունք չունեի, հիմա Քրիստոսով ազատվել եմ Քրիստոսին ծառայելու համար։ Ինչու է այստեղ կարևոր։ Ծառան ինչ էր անում։ Ծառան ոչ միայն իր կյանքով պիտի ապրել, այլև իր տիրոջ համար պիտի ապրել։ Ուրեմն այստեղ հոգևոր իմաստը ո՞րն է։ Ծառան Հիսուս Քրիստոսի, որ մենք իբրև քրիստոնյաներ մեր կյանքը ոչ միայն մեզ համար պիտի ապրենք, այլև մեր տիրոջ համար, մեր փրկչի համար պիտի ապրենք։ Երբ որ մենք մեղքի մեջ էինք, գերության մեջ էինք, մենք զրկված էինք սեփական իրավունքից, մեր ձայնից էլ զրկված էինք, մենք Քրիստոսով ազատագրվեցինք, որոնց պետք է մեր կյանքը համապատասխանեցնենք տիրոջ համար։ Մենք նույն օրինակով պետք է ապրենք մեր քրիստոնեական կյանքը, որպեսզի մեր կյանքից վկայի, թե մենք ում ենք պատկանում։ Օրինակի համար նաև ծառաների վրա կնիկ կար դրված, այսինքն ինչպես սովետական ժամանակ հիշում եք, չէ, կովերի ականջների վրա թվանշաններ էին դնում կամ նշաններ էին դնում, որ իմանային սա ումն է, այնպես էլ այն ժամանակ ստրուկների ճակատներին կամ ուսերի վրա նշան կար դրված, որ սա ում է պատկանում այս ծառան։ Եվ թե մեկը որևէ տեղ փախներ վերադառնար, իրան անպայման գտնում են, հետ են վերադարձնում իր ծառայի մոտ։ Հիմա որպեսզի մենք այդ մեղքի կնիքը մեր վրա չունենանք, մենք այս ծառայությամբ կամավորությամբ անցնում ենք Քրիստոսին ծառայելու համար։ Եվ արդեն Կորինթացի նամակի մեջ ասում է. «Չգիտեք, թե ձեր մարմինները տաճարն են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է եւ որ նստացել եք Աստծուց, եւ դուք ձեր Տերը չեք, ինչ մեծ գնով գնվեցիք դուք, միավորվեցեք Աստծուն ձեր մարմինների մեջ, փառավորեք Աստծուն»։ Ուրեմն մի ժամանակ մենք չկայինք, բայց ասում է հիմա հիշեք, դուք Սուրբ Հոգու տաճար եք եւ Աստծուն փառաբանեք ձեր մեջ։ Այսինքն դուք այլևս մեղքի ծառա չեք, Հիսուս Քրիստոսի ծառան եք։ Երկրորդ ասում է ծառան Հիսուս Քրիստոսի կոչումով առաքյալ։ Ինչ է նշանակում կոչումով առաքյալ։ Այս կոչում ում էր տրվում։ Նրանց, ովքեր որ Քրիստոսով հրավիրված էին հատուկ առաքելության, չէ, ավետարանը քարոզելու համար։ Ուրեմն Հիսուս ուներ շատ աշակերտներ, չէ, բայց նրանցից ընտրեց 12-ին եւ նրանց կոչեց առաքյալներ։ Առաքյալ նշանակում է ուղարկված, Տիրոջ կողմից ուղարկված, ինչ անելու Աստծո խոսքը պատգամելու։ Ուրեմն Արարչության ժամանակ Աստված ինչպես էր խոսում մարդու հետ։ Դեմ առ դեմ, չէ՞, այսինքն Աստված մարդը առանց որևէ մեկի միջոցով խոսում էին։ Հետո երբ որ մարդը մեղքի պատճառով հեռացավ, մեջտեղ եկան ովքեր մարգարեները, չէ՞, Աստված գալ ինչ են ասում մարգարեն, ասում էր լսիր ով Իսրայել, այսպես ասում քո Տեր Աստված, եւ մարգարեն փոխանցում էր Աստծո խոսքը։ Հետո երբ որ մարդիկ հрьяաները եկան ավետված երկիր հաստատվեցին, ինչ արեցին, ուզեցին, որ ուրիշ ազգերի պես իրենք էլ տեսանելի թագավորներ ունեն, այսինքն հրաժարվեցին Աստծո թագավոր լինելուց եւ մարդկանց դարձին ինձ համար թագավոր։ Հետո մեղքի պատճառով կամած Աստված դադարեց մարդկանց հետ խոսել։ Վերջին մարգարեն, Մաղաքիա մարգարեն էր, որից հետո մոտավորապես 400 տարի Աստված ոչինչ չփոխանցեց մարդկությանը։ Եվ արդեն քանի որ մարդը մեղքի պատճառով այնքան էր հեռացած Աստծուց, ստիպված էլ Աստված ինքը միջամտեր, դրա համար Հիսուս երկնքից իջավ մեր մեջ ապրելու։ Երբ որ արդեն Հիսուս պիտի վերադառնար երկինք, իր 12 առաքյալներին պիտի ուղարկեր ավետարանը քարոզել։ Նրանց կոչեց առաքյալներ։ Առաքյալները այսօր օրինակով եթե մենք բերենք, ամեն պետություն, որևէ երկրի հետ որ ունի հարաբերություններ, իր դեսպանատունն ունի, չէ՞, այսինքն այդ դեսպանատունը ասում է, խոսում է, այն ինչ որ իր պետությունը պիտի խոսի։ Ուրեմն նաև առաքյալները Աստծո դեսպաններն էին եւ չէին կարող իրենցից որևէ որոշում կայացնել կամ խոսք ասել, այլ պիտի փոխանցեին բառացիորեն այն, ինչը որ Քրիստոս էր ասել։
Ուրեմն այս առաքելությունը կոչված են։ Հիմա տեսեք, Պողոս առաքյալը ասում է կոչումով առաքյալ, ցույց տալու համար, որ նախ Ռոմի ժողովրդին, հետո մյուս քրիստոնին, որ ինքը իրենով իրեն առաքյալ չի կոչել, իրեն Քրիստոս է կոչել առաքելության, եւ ավետարանի մեջ մենք տեսնում ենք, ասում է ես նրան ընտրել, ասում է ինձ համար առանձնացրեք Բարնաբասին եւ Սողոսին։ Ուրեմն Գաղատացնեն նամակի մեջ արդեն շատ գեղեցիկ օրինակ է բերում, ասում է Պողոսը առաքյալը ոչ մարդկանց կողմից եւ ոչ էլ մարդու միջոցով, այլ Հիսուս Քրիստոսի միջոցով եւ Հայր Աստծո։ Ուրեմն ոչ մարդկանց մի կողմից, ոչ էլ մարդու միջոցով, այլ Հիսուս Քրիստոսի եւ Աստծո կողմից։ Ուրեմն երբ որ արդեն պետք է ավետարանչության գնաց, Պողոսը ինչ ստացավ, հեթանոսներին ավետարանել այդ շնորհը ստացավ, որովհետև Աստված նրան որպես անոթ ընտրել էր։ Եվ այստեղ ասում են կոչումով առաքյալ, ուրեմն նաև ստանում ես կոչում այդ մեկտեղ նաև զորություն եւ իշխանություն։ Ուրեմն ամեն մարդ չի կարող զորություն եւ իշխանություն։ Հիշում եք, երբ որ մոտեցան, որ դևին հանեն, ասում է Հիսուսին ճանաչում եմ, Պողոսին ճանաչում եմ, դու ով ես։ Ուրեմն դևերն անգամ Պողոս առաքյալին ճանաչում են, բայց դու ով ես, քեզ չեմ ճանաչում։ Ուրեմն այդ զորություն, իշխանությունը Աստծուց է դրում, դրա համար ասում է ծառան Հիսուս Քրիստոսի եւ կոչումով առաքյալ Աստծո ավետարանը քարոզելու համար։ Տեսեք, մեկ էլ ասում է ընտրված։ Ուրեմն ընտրված։ Ուրեմն շատ հաճախ նաեւ մենք մարդիկ ասում են, թե մենք մեզանով ենք քրիստոնյա դարձել, չէ։ Աստված մեզ ընտրում է։ Աստված մեզ կանչում է, մենք պարզապես պատասխանում ենք այդ կանչին։ Մեզ թվում է, թե մենք ուղղակի մի օր արթնացանք, որոշեցինք հավատացյալ դառնանք, չէ, այդպես չէ։ Աստված յուրաքանչյուր մարդու ընտրում է եւ հրավիրում է, որպեսզի դու գնաս իրեն հավատալու եւ ծառայելու։ Ուրեմն ինչի համար էր ընտրված ավետարանի բարի լուրը քարոզելու համար, այսինքն Քրիստոսին քարոզելու համար։ Սա նաեւ ինչ է խորհրդանշում, որ Պողոս առաքյալը այս ազատված ընտրված բառի մեջ նշանակում է ինքը ազատված էր մարդկային մեր պես բոլոր ընտանեկան հոգսերից, այսինքն ինքը ամբողջությամբ պետք է ծառայեր Քրիստոսի ավետարանին։ Դրա համար նաև եկեղեցում կան կուսակրոն հոգևորականներ, որ իրենք պարտավորված չլինեն ընտանեկան հոգսերով զբաղվելու, ազատ լինեն, որպես հենց ամբողջ կյանքը նվիրեն ավետարանին։ Դրա համար առաքյալների մեջ էլ կային ամուսնացյալներ եւ ոչ ամենակ Պողոս առաքյալը ամուսնացած չէր, բայց Պետրոս առաքյալը ամուսնացած էր։ Ուրեմն ընտրված էր բոլոր պարտան ազատ Քրիստոսին քարոզելու համար։ Բայց երբ կամեցավ Աստված, տեսեք ինչ է ասում, նա ընտրել էր ինձ իմ մոր որովայնից, տեսեք Գաղատաց նամակի մեջ արդեն ասում է, որ դեռ մորս որովայնի մեջ Աստված ինձ ընտրել էր եւ կոչեց իր շնորհների միջոցով հայտնել ինձանով իր որդուն, որպեսզի ավետարանեմ նրան հեթանոսների մեջ։ Ուրեմն մոր որովայնից արդեն Պողոս առաքյալը թեև ինքը փարիսեցի էր, Քրիստոսին չէր ճանաչել, իր երկավոր կյանքի ընթացքում նույնիսկ չէր տեսել, նույնիսկ ատելությամբ լցված էր, բայց ինքը ընտրված էր իր մորովայնից Քրիստոսին ծառայելու եւ ավետարանը մարդկանց քարոզելու համար։ Եվ տեսեք, ասում է ավետարանը Աստծո ընտրված քարոզելու Աստծո ավետարանը։ Ուրեմն նաև Հայր Աստծուն այստեղ ներկայացնում Պողոս առաքյալը, տեսեք ինչքան կարևոր պատգամ կա այստեղ։ Հայր Աստծո մասին ով գիտեր այն ժամանակ հեթանոս աշխարհի մեջ։ Մեն հрьяաները, չէ՞, բայց հрьяաները նաև Աստծուն ինչ չէին կոչում։ Հայր, ապրեք։ Ուրեմն հрьяաների եւ նաև իսլամի մեջ մինչև այսօր իրենք Աստծուն հայր չեն կոչում։ Ուրեմն Պողոս առաքյալը նաև Հիսուսի միջոցով Հայր Աստծուն ճանաչեցրեց մարդկանց, որպես նաև հայր։ Դրա համար ասում է մենք դարձանք նրա որդիները, իսկ նա դարձավ մեր հայրը մկրտությամբ Աստված մեզ նաև որդեգրում է, մենք իր որդեգիրներն ենք դառնում եւ ինքն էլ մեր հայրն է դառնում։ Ուրեմն նաև Հայր Աստծո համար Պողոս առաքյալը ընտրվեց եւ վկատ դարձավ աշխարհի մեջ քրիստոնեությունը քարոզելու համար։ Ուրեմն մեզ ինչ է մնում այստեղ հասկանալու, որ յուրաքանչյուր մեկս, ինչպես Կորինթացիների նամակի մեջ Պողոս առաքյալը հիշեցնում է, ասում է քննեք դուք ձեզ, տեսեք արդյոք նույն հավատքի մեջ եք, այսին որ պայն որ Աստված ձեզ կանչեց, ընտրեց, դառնալու իրեն ծառայել է, դուք այդ ժամանակից մինչև այս պահը նույն հավատքի մեջ մնացել եք, թե չէ։ Երկրորդ համարի մեջ շարունակում է ասելով, որ նա առաջուց խոստացել էր իր մարգարեների միջոցով սուրբ գրվածքներում։ Տեսեք, այստեղ ինչ է ուզում ասել Պողոս առաքյալը, որ ավետարանը, այսինքն նոր ուխտը, որ գալիս է հաստատելու մեզ հետ Հիսուսով, նորություն չէր, այլ հակառակ այս ամենի մասին
գրված էր մարգարեների միջոցով, եւ ես այդ մարգարեությունների կատարումն եմ հիմա եկել ձեզ ցույց տալու համար, որովհետեւ մարդիկ երբ որ գալիս ես նոր բան ես խոսում, միշտ հարցնում են, չէ, որտեղ ես քեզ այդ ուսմունքը կամ որտեղ ես քեզ այս ամենը։ Օրինակ Հիսուս երբ որ հիշում եք գնաց Նազարեթ քաղաք, իր սովորության համար, ասում է շաբաթ օրը գնաց ժողովարան, չէ, ասում բերեցին իրեն, երբ որ հիշում եք, երբ որ առաջին անգամ հյուր էր գալիս կամ պատվավոր մեկն էր գալիս, օրվա այդ ժողովրդապետը, որևէ մեկին կանչում էր, ասում էր այս տողերը կարդա մագաղաթով եւ բացատրիր։ Եվ վերցրեցին, ասում է տվեցին այն հատվածը Եսայի մարգարեության, որ Հիսուս կարդաց, ես եկա աղքատներին ավետարանելու, հիվանդներին բժշկելու եւ Տիրոջ տարին հռչակելու, այսպես երկար, չէ՞, ասում է այսօր այդ մարգարեությունը կատարվեց։ Այսինքն ցույց է տալիս, որ այն ինչ որ գրված էր Եսայի մարգարեության մեջ, այսօր կատարվեց։ Այդ մեկը ես եմ, որ եկել եմ ձեզ ազատագրելու, ձեզ ազատություն տալու, ձեր ցավերը վերքերին վրա վերցնելու, Տիրոջ տարին հռչակելու, երբ որ ասում է ավարտեց նստեց, ժողովուրդը ինչ արեց, ասեց, չէ՞ որ սա Հոսեփ եւ Մարիամի տղան է, սրան այսքան իմաստություն որտեղից, այսինքն որտեղից է այս ամբողջ գրքերը գիտի։ Հիմա Պողոս Արաքյալն էլ ուզում է ցույց տալ, որ ինչ որ հիմա ձեզ քարոզվում է, այն ճշմարտությունը, որ դուք լսում եք, սրանք արդեն դարեր առաջ բոլոր մարգարեների միջոցով փոխանցված էր մեզ, եւ մենք պետք է այս ուսմունք ու գիտություն չէ սա մեզ համար, այլ կյանք է, ճշմարտություն է, մենք պետք է այդպես հասկանանք ու ապրել։ Ուրեմն ավետարանը նախորոք խոստացված էր, չէ, Աստծո կողմից, այսինքն այս բարի լուրը ոչ թե միանգամից Աստված նստեց ու որոշեց, խոստացված էր մեզ այդ բարի լուրով Հիսուս Քրիստոսով փրկություն բերել մեզ։ Եվ մարդիկ հիմա պետք է հասկանային, որ այնինչ որ դուք լսել եք, հрьяաները իրենց կամակորության մեջ, գիտեք, հрьяաները մինչև այսօր օրենքի տառակերությամբ ապրում են եւ իրենք մինչև այսօր սպասում են Հիսուսի առաջին գալուստին։ Եվ իրենց համար Մեսիան փրկիչը ոչ թե Աստված է, որ գալիս է երկնքի արքայությունը հաստատել, այլ ուժեղ տեսանելի ֆիզիկական թագավոր է, որ գալու է աշխարհը գրավի, իրենց տարածքները մեծացնի, մենք նոր թագավորություն պիտի ստեղծեն երկրի վրա։ Դրա համար երբ որ Հիսուս ասաց իմ թագավորությունը այս աշխարհից չէ, նրանք չհասկացան։ Երբ որ ասացին դու Աստծո որդին ես, ասեց այո, ասացին հայոյեց Աստծուն։ Եվ Կայափանի շորերը պատռեց եւ ծառանել ապտակեց Հիսուսին, թե ինչպես է խոսում քահանայապետի հետ։ Իրենց համար հասկանալի չէր։ Եվ քանի որ Ռոմի մեջ այս խնդիրը կար, հատկապես ռոմեական կայսրության մեջ, գիտեք, կայսրերը համարվում են աստվածներ։ Այսինքն, երբ որ դու ասում ես ես ուրիշ Աստծո եմ պաշտում, ռոմեական կայսրության օրենքներով այդ մարդուն խաչում էին։ Այսինքն, դու կայսրին չես երկրպագում, ուրիշ Աստծո ես երկրպագում, դու պիտի խաչվեիր։ Դրա համար Հիսուս ցույց է տալիս, որ թե ես եկել եմ նոր բան ձեր կայսեր դեմ խոսելու, այլ Քրիստոս Աստված միշտ եղել է, երեք, այսօր վաղը նույնն է, հավիտյանը, ես եկել եմ դրա մասին խոսելու համար։ Ուրեմն նոր ուխտի մեջ մտնելը մարդիկ պետք է նաև հասկանան, որ մոլորություն չէ։ Այսօր շատ հաճախ երբ որ մարդկանց նոր բան ես ասում, որ այդպես չէ, օրինակի համար ամենապարզ օրինակը չէ, գնում են մատաղանանում կենթանու արյունը քսում են ճակատներին, երբ որ ասում ես դա չի կարելի, ընդդիմանում են, թե մենք այսքան տարի այս նույն բանը արել ենք, ոչ մեկ չէր ասել, հիմա դուք եկել եք նոր բաներ եք մեզ ասում։ Այսինքն նոր բան չէ, մենք Քրիստոսով ազատագրված, մաքրված կենթանու արյունը պետք չի մեր ճակատին քսել, դա մեղք է։ Դա նշանակում է, որ դու մերժում ես Քրիստոսի արյունը, կենթանու արյունը նորից բերում ես մեջտեղ, որպեսզի ավելի մեծ մոլորության մեջ ընկնել։ Ուրեմն պետք է մարդիկ հասկանան, որ ավետարանի կյանքը սուրբ կյանք է, փրկության կյանք է, եւ մարդկությունը պետք է Հիսուսով առաջնորդվի դեպի հավիտենական կյանք։ Ուրեմն սրա համար է։ Երրորդ համարի մեջ ինչ է ասում։ Իր որդու մասին, որը մարմնով սերում էր Դավթի սերնդից։ Եվ չորրորդ համարն էլ կարդամ, որ հստակ լինի, որը զորությամբ Աստծո որդի էր, սահմանված է Սուրբ Հոգու մեռելներից իր հարությամբ, մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Ո՞վ է Հիսուս։ Ուրիշ փրկիչ։ Տեսեք, սա հավիտենական հարց է աշխարհի մեջ։ Ո՞վ է Հիսուս։ Մարդ, Աստված, հրաշագործ, բժիշկ, մարգարե, բոլոր ժամանակների համար սա կարևոր հարց էր։ Սա ամենաեական հարցերից մեկն էր։ Ով էր Քրիստոս։ Մարդ թե Աստված։ Հիսուս հիմա մարդ է թե Աստված։ Կատարյալ մարդ է եւ կատարյալ Աստված է, որը երկնքից իջավ, Աստվածամոր արգանդի մեջ բնակվեց 9 ամիս, ծնվեց որպես կատարյալ մարդ, մնալով կատարյալ Աստված եւ երկուսը մեկ միավորվեցին, որ անհնար է բաժանել։
Դրա համար մենք ասում ենք աստվածամարդ, այսինքն կատարյալ մարդը, կատարյալ Աստված այնպես են միավորված, որ չի կարելի բաժանել։ Ուրեմն այս համարում Պողոս Արաքյալը մեզ ցույց է տալիս այս վճռոջ հարցի պատասխանները, որ Հիսուս կատարյալ մարդ է եւ կատարյալ Աստված է։ Տեսեք, սիրելիներ, Հիսուս ինչու Հոսեփն ու Մարիամի միջոցով եկան։ Ուրեմն հայր Հոսեփը ինչ ընտանիքից էր։ Այսինքն տեսեք, ասում է Դավթի սերնդից էր, չէ, իր որդին։ Ուրեմն Մատթեոս ավետարան ինչպես է սկսում, այսպես է Տեր Հիսուս Քրիստոսի ծննդաբանությունը, չէ, Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը Հակոբին, ինչի համար։ Եվ Ղուկաս ավետարանը ինչը սկսում է հետևից, Հիսուսը որդն էր Հոսեփցի, սա Ադամի, սա էլ Աստծո։ Ուրեմն սերում էր թագավորական ընտանիքից։ Ուրեմն Հիսուս իր մեջ պիտի երկու կարևոր բան ունենար։ Թագավորական ընտանիքից պետք է լիներ եւ քահանայական ընտանիքից։ Ուրեմն հայր Հոսեփը թագավորական սերնդից էր, Աստվածամայրը քահանայական սերնդից էր։ Ուրեմն Հիսուս ճշմարիտ քահանայապետ էր եւ ճշմարիտ թագավոր էր։ Ուրեմն Դավթի սերնդից Հիսուսին ինչ էին ասում նաեւ Հիսուս Դավթի որդի, չէ՞, նաեւ Դավթի որդի էին կոչում։ Ուրեմն իր որդու մասին այսպես ասած։ Ուրեմն Հիսուս բնությամբ մարդ էր, չէ՞։ Հիսուս ծնվեց, մարմին առավ, մեր մեծ մարմին ու այունես, ին կատարյալ մարդ եղավ, բայց առանց մեղքի։ Ուրեմն Հիսուսի մարմնի մեջ, Հիսուսի մարդկային բնության մեջ մեղքը տեղ չուներ։ Ուրեմն պետք է սերեր թագավորական ընտանիքից արդեն ասացի, Հիսուս լինելով Աստծո որդի, աշխարհ եկավ որպես մարդ, սակայն նրա մարմինը մեղքի չենթարկվեց։ Ուրեմն իբրև մարդ ապրեց, երբ Հիսուս իր աստվածությունը հայտնեց։ 3 տարի երբ որ քարոզում էր, մարդիկ չգիտեն, չէ՞ դեռ։ Առաջին անգամ առաքյալները տեսան, չէ՞ իր աստվածությունը, որտեղ պայծառակերպության, չէ՞ որ Թաբոլերը բարձրացավ Հիսուս, պայծառակերպեց, առաջին անգամ իր աստվածությունը ցույց տվեց, որ դեմք արևի պես լուսավոր դարձավ, զգեստները սպիտակ դարձան եւ Եղիան ու Մովսեսը եկան, խոսեցին Հիսուսի մասին եւ Աստված նորից ձայն տվեց, չէ՞, դա եմ սիրելի որդին, նրան հետևեք։ Ուրեմն առաջին անգամ առաքյալներին ասաց, բայց երբ որ իջան ինչ ասաց, ինչ որ տեսակ, ոչ ոքի չասեք։ Երբ որ Հիսուսը բացահայտեց ամբողջական իր թագավոր լինելը, ծաղկազարդին, չէ, Արմավենյան կիրակին, երբ որ Հիսուս ավանակի որ նստած, փառավոր մուտքով արդեն մուտք գործեց Երուսաղեմ, եւ դրանից առաջ ինչ էր եղել նախորդ օրը, Ղազարոսին էր, չէ, հարություն դեր, այսինքն որևէ մարգարե այդպիսի հրաշքներ չէր գոն, ինչպես Հիսուս, եւ Հովանես Մկրտիչը ոչ մի հրաշք չգործեց, եւ Հիսուս նաեւ մեռելին հարություն տվեց, ցույց տալով որ միայն Աստված կարող է այսպիսի բաներ անել։ Ուրեմն մարմնավոր կերպով եկավ այս աշխարհ ապրելու համար։ Այս պատճառով բարի լուրը հստակ ինչ է անում, ցույց է տալիս Հիսուսի փրկagorցական ծրագիր առաքելությունը աշխարհի մեջ։ Հովան Ոսկեվան հայրապետն ասում է, որ Աստված մարդացավ, որպեսզի մարդը նորից Աստվածանա։ Աստված աղքատացավ, որպեսզի մարդը նորից հարստանա։ Ուրեմն մեղքի պատճառով մարդը աղքատացավ, Հիսուս եկավ, որպեսզի մարդը նորից հարստանա։ Ուրեմն քանի որ թագավորական ընտանիքից էր, ուրեմն ինքը կոչվում էր Աստծո որդի եւ Դավթի որդի, ցույց տալու համար, որ երկու կողմից էլ ինքը թագավորական կոչում ունի, որը նույնն է հոգևոր կողմից Հիսուս Աստծո որդի էր եւ ուղղակիորեն Աստված էր եւ Սուրբ Հոգուց ծնված։ Թեև ինքը կնոջից ծնվեց, բայց ով էր նրա հայրը, Աստված էր հայրը։ Նաեւ այդ կողմից էր, որտեղ Սուրբ Հոգու միջոցով ծնվեց Հիսուս Քրիստոս։ Ուրեմն նա իր Աստծո որդիները հաստատեց նաեւ երբ մեռելներից հարություն առնելով, չէ՞, շարունակության մեջ տեսեք, ասում է, որը զորությամբ Աստծո որդի էր սահմանված ըստ Սուրբ Հոգու մեռելներից իր հարությամբ։ Ուրեմն մեռելներից հարություն առնելով ինչ է սա նշանակում։ Որևէ մարդ կարող է ինքներենով հարություն առնել։ Չէ։ Ուրեմն մեն Աստված կարող էր, չէ, հարություն առնել եւ Աստված նրան հարություն տվեց։ Ուրեմն Պողոս Արաքյալը հստակ գիտեր, որ Հիսուս հարություն առել։ Որտեղից գիտեր։ Որտեղ հանդիպել էր, չէ, խաչված, թաղված Հիսուս, որ հարություն էր, թեև շատերը չէին հավատում, բայց Պողոս Արաքյալ անձամբ տեսել էր, դրա համար ասում է Սուրբ Հոգուց, որ հարություն տվեց մեռելներից, մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Ուրեմն անձամբ հանդիպել էր Հիսուսին։ Տեսեք, սիրելիներ, սա շատ կարևոր է, որպեսզի մենք մարդիկս հասկանանք, երբ որ ասում ենք Աստծո որդին, նաև շատ հաճախ մարդիկ, երբ որ ասում են Աստծո որդին, ասում են դե Հիսուս Աստծո որդին էր, բայց չեն իմանում, որ Հիսուս նաև Աստված էր։ Ուրեմն Հիսուս կատարել Աստված էր, նա չէր դադարել Աստված լինել։ Եվ երբ որ ամեն անգամ Հիսուս աղոթում էր երկինքերն եմ, ինչի համար էր նայում,
որ ցույց տալ, որ ինքը եւ հայրը նույնն են, այսինքն ինքը առանց հոր հետ համաձայնության, Սուրբ Հոգու հետ համաձայնության ոչինչ չի անում, ուրեմն հայրը, որդին եւ Սուրբ Հոգին միաժամանակ են գործում մարդկանց փրկության համար։ Ուրեմն չի եղել մի ժամանակ, երբ որ մենք ավետարանը ընթերցում ենք, հավատամք ասում ենք, վերջում ինչ է ասում Սարգսակը։ Իսկ նրանք, ովքեր կասեն, թե երբևէ չի եղել որդին կամ Սուրբ Հոգին, կամ թե փոփոխվում են որդին կամ Սուրբ Հոգին, թող նրանք նզովված լինեն, որովհետև ժամանակի ընթացքում Արիոսը 325 թվականին ասաց, որ Հիսուս Աստված չէ, արարած է, Աստված նրան արարել է։ Հետո եկավ Մակեդոնը, ասաց, որ Սուրբ Հոգին Աստված չի, Մարիամն էլ Աստվածածին չի, ինքը մարդ է ծնել։ Հետո եկավ Նեստորը, հետո եկավ մյուսները, որ ասացին, որ Հիսուսի մեջ երկու բնություն կա, եթե հաց էր ուտում, քրտնում էր, հոգնում էր, դա մարդն էր, երբ որ հրաշքներ էր գործում, սա Աստված էր։ Սուրբ Հոգին, երբ որ մենք երգում ենք Սուրբ Աստված, որ խաչեցար, շատերը չեն երգում, ասում են, ոնց կարող էր Աստված խաչվել։ Հիմա խաչի վրա Հիսուսն էր, մարդն էր, թե Աստվածն էր։ Այսպիսի ամեն տեսակ գժտություն, բաժանություն, որ քրիստոնեական մեր եկեղեցիներ ավիրել են մինչև այսօր ավերվում են, որովհետև մարդկային մտածողության մարդիկ փորձում են ոչ թե ճշմարտությունը ներկայացնել, այլ կեղծիքով խաբել մարդկանց, որպեսզի ճշմարիտ վարդապետությունից հեռանան։ Դրա համար Հիսուս Քրիստոս կատարյալ մարդ էր, կատարյալ Աստված էր եւ եկավ մեր մեջ մեզ փրկելու համար։ Եվ այստեղ էր, որ ասում եմ մեռելների հարության մասին մի փոքր էլ ասեմ, որ եթե մենք մերժենք Քրիստոսի հարությունը, ուրեմն մենք ասում եմ ամենաողորմելի մարդիկն ենք։ Եթե չենք հավատում, որ Քրիստոս հարություն չի առել, Պողոս առաքյալն ասում է, զուր է մեր քարոզությունը, զուրը նաեւ ձեր հավատքը։ Ուրեմն եթե չկա հարություն, ուրեմն չկա հավատք եւ չկա նաեւ փրկություն մարդու կյանքում։ 5-րդ համարը, որի միջոցով ստացանք առաքյալ լինելու շնորհ իր անվան համար հավատի հնազանդության բերելու բոլոր հեթանոսներին։ Ուրեմն այստեղ Պողոս առաքյալը վկայում է, թե ինչպես է ինքը Հիսուսից ստացել առաքյալ լինելու կոչումը եւ շնորհ։ Տեսեք, արդեն այստեղ երկու բառ է օգտագործում՝ կոչում եւ շնորհ։ Ուրեմն մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մեջ էին եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. Բարնաբասին եւ Սողոսին առանձնացրեք ինձ համար, որ անեն այն գործը, որ ես նրանց կոչելու եմ։ Տեսեք, մինչ ասում աղոթում էին, ծոմ էին պահում պաշտամունք, Սուրբ Հոգին ասաց, տեսեք, այն մարդիկ, ովքեր որ ասում են Սուրբ Հոգին էլ Աստված չէ, այստեղ ասում է Սուրբ Հոգին նրանց ասաց։ Բարնաբասին եւ Սողոսին առանձնացրեք ինձ համար։ Ուրեմն նաեւ Սուրբ Հոգով Պողոս առաքյալը առանձնացված է Քրիստոսին ծառայելու համար, բայց նորից տեսեք, հայրը, որդին, Սուրբ Հոգին միաժամանակ են գործում, մեկին հոգուց տրված է իմաստություն, խոսք, մյուսին գիտության խոսք, նույն հոգուց։ Ուրեմն այս խոսքը ինչ է նշանակում, այն ինչ պատկանում է Սուրբ Հոգուն, նույնը պատկանում է որդուն եւ հակառակը, ինչը որ պատկանում է որդուն, պատկանում է նաեւ Սուրբ Հոգուն։ Ուրեմն կոչում եւ շնորհ ստացավ։ Ինչ էր շնորհը, սիրելիներ։ Ես ձեզ ասել եմ, ողորմություն, սեր եւ խաղաղություն, բայց այստեղ շնորհ բառը այլ բան է նշանակում, այսինքն իշխանություն եւ զորություն քարոզելու համար։ Ուրեմն կոչեց առաքյալ լինելու, Աստծո խոսքը տանելու եւ շնորհ տվեց իշխանություն, այսինքն հրաշքներ գործելու, զորություններ գործելու, որպեսզի նաեւ մարդիկ տեսնեն։ Հիշում եք Գործկարակելոցի 9-րդ գլուխը, որ կարդում ենք, ասում է Պողոս առաքյալի քրտինքը սրբած թաշկինակը դնում են հիվանդների վրա, հիվանդները բժշկվում են։ Պետրոս առաքյալը ասում է, նրա շողքը ընկնում էր մեռելների վրա, հարություն էին առնում։ Ուրեմն շնորհ ստացան զորությամբ գործելու համար։ Ինչը որ շատերը փորձում են իրենց վերագրել այսօր այդ շնորհներն ու զորությունը, որ իրենք են այդպես անում։ Ոչ, այս ամենը տալիս է մարդուն Հիսուս Քրիստոս։ Տեսեք նորություն, մեկին այդ հոգուց տրված է իմաստության խոսք, մյուսին տված է գիտության խոսք, բայց երկուսն էլ նույն հոգուց են գալիս մարդու մեջ։ Ուրեմն այստեղ կոչումը, շնորհ ստանալը մարդկանց համար փրկության միջոց է դարձնում։ Տեսեք, ասում է, այդ շնորհով ինչ պետք է անենք, հնազանդեցնենք բոլոր հեթանոսներին։ Ուրեմն հավատքի հնազանդություն պետք է բերեն մարդկանց մեջ։ Ինչ է սա նշանակում, որ շատ հաճախ այսօր քրիստոնյան, երբ որ հավաքում են իր շուրջ, որևէ հարցի շուրջ ինչ են անում, վիճում են, չէ՞, գժտվում են, ամեն մեկը փորձում է մի էջից մի մեջ բերում բերի իր ապացույցը ցույց տալու, բայց այստեղ ցույց է տալիս, որ առաքյալներ ուղարկված են ոչ թե վեճերի համար, ոչ թե ապացույցներ գտնելու համար, ոչ թե հետազոտություններ անելու համար, այլ մարդկանց հավատքի միջոցով Աստծուն հնազանդության բերելու համար, որովհետև հավատքը առանց գործերի մեռած է, չէ՞։
Ինչու հնազանդության բերել։ Տեսեք, երբ որ Աստված մարդուն արարեց, մարդիկ բոլորը ճանաչում են մեկ Աստծու, չէ՞, հավատում են, հնազանդվում են մեկ Տիրոջ։ Հետո ինչ եղավ։ Մեղքի պատճառով նախ ջրհեղեղ տեղ ունեցավ, չէ՞։ Ընդամենը 8 հոգի փրկվեցին։ Մարդկությունը չհավատաց, ասում են Նոյը 120 տարի տաճարը կառուցեց, 120 տարի քարոզում էր, բայց մարդիկ ծաղրում էին Նոյին։ Ինչպես որ Ղովտ է, որ գնաց նույնիսկ իր փեսաներին ասաց, որ Սոդոմ Գոմորը պիտի այրվի, ծաղրեցին, չհավատացին։ Նույն այսօր է Հիսուս ասում է աշխարհի վախճանը Նոյի օրերի պես պիտի լինի։ Էլի մարդիկ ուտելու են, խմելու են, զվարճանան, կին առնեն, ամուսնանան, ամեն բան, բայց չհավատան, որ աշխարհը վախճան է ունենալու։ Ուրեմն գնացին, որպեսզի մարդուն հրավիրեն հնազանդության։ Երկրորդ ամենամեծ բաժանումը երբ եղավ մարդկության պատմության մեջ, երբ որ մարդիկ այնքան ամբարտավան դարձան, որ որոշեցին մի աշտարակ կառուցեն, որպեսզի հասնեն Աստծուն։ Ինչ արեց Աստված։ Բոլոր մարդկանց լեզուները խառնեց, մարդիկ այլևս իրար չհասկացան եւ բաժանվեն, չար գործը թողեցին եւ կամած մեղք ավելի մեծ, սարսափելի դարձավ մինչեւ այսօր։ Եվ ինչպես բերեց մարդկությունը նորից Քրիստոսով, չէ՞։ Քրիստոս եկավ աշխարհ, որ մարդկանց բերի։ Հետո Սուրբ Հոգու շնորհով լեզուները տվեց, որպեսզի մարդիկ աղոթքի լեզվով իրար հասկանալով գան միավորովի մեկ դառնան։ Ցավոք սրտի ամենաանհաշտ ու ամենաանմիաբան մարդիկ աշխարհի մեջ քրիստոնյաներն են։ Նույնիսկ չարը ավելի համախմբված է իր գործողությունների մեջ, քան քրիստոնյաներս։ Որտեղ ամեն մեկս փորձում ենք մեզ այդ ամեն ինչը վերագրել եւ Պողոս Արաքել նպատակը մեկ, որպեսզի լսողները առանց կասկածելու հնազանդվեին Աստծո խոսքը։ Այդ շնորհը տրվեց հավատքի այդ հնազանդության համար։ Ուրեմն հավատքը պետք է հնազանդություն սովորեցնի մարդուն։ Եթե չկա հնազանդություն, ուրեմն դա ճշմարիտ հավատք չէ։ Ուրեմն բավական չէ միայն հավատալը, այլև այդ հավատքի մեջ դու նեվ պիտի կարողանաս Տիրոջ կամքին հնազանդվել։ Այսօր մարդիկ կան, որ անդադար դժգոհ են իրենց կյանքից, քրիստոնյա են, բայց ամեն բան ուզում են իրենց ուզածով լինի, որտեղ իրենց կյանքի մեջ չկա Աստծո կամքը։ Իրենք ամեն ինչ ուզում են անել, որպեսզի այդ կամքը ինչպես իրենք են ուզում, այդպես լինի։ Կան չէ՞ մարդիկ, որ նույնիսկ աղոթում են, որ Աստծո կամքը փոխեն։ Դրա համար Հիսուս ասում է հեթանոսների պես շատախոս չլինեք։ Ինչու՞։ Աղոթքի մեջ, ասում է, որտեղ հեթանոսները որ շատ աղոթում են, կարծես թե շատ աղոթելով Աստծուն կհամոզես։ Այնպես երբ որ մարդը չի ասում Տեր, թող քո կամքով լինի, ամենագեղեցիկ օրինակը Հիսուսը մեզ սովորեցնում, ասում է Տեր, եթե կարող ես, այս բաժակը ինձանից հեռացրու, բայց թե ոչ թե իմ, այլ քո կամքը լինի։ Ուրեմն Հիսուս ցույց է տալիս, որ եթե Տերն ուզում է, որ դու նեղության մեջ լինես, ցավ կրես, ուրեմն դրա կարիքը կա քո փրկության եւ ուրիշ մեկի փրկության համար։ Հիշում եք Պողոս Արաքյալի խոսքը, մի ուրիշ տեղ ասում էր մարմնից մեզ ցավ կար։ Փշի պես ծակում էր, ասում է 3 անգամ խնդրեցի, որ Տեր, այլևս այդ ցավերին չեմ դիմանում, խնդրում եմ, այս ցավը հանիր ինձանից։ Տերն ասեց դու իմ շնորհն ունես, բավական է դա քեզ։ Ուրեմն երբ որ պետք է մնա ինչի համար այդ ցավը պիտի մնա քո մեջ, որպեսզի չհպարտանաս։ Ինչի պիտի ցավ ունենաս, որպեսզի հանկարծ չմտածես հպարտության մեղքի մեջ ընկնելով ամբողջ ունեցածդ կորցնես։ Ուրեմն ամեն բանի մեջ դու պիտի հնազանդվես Տիրոջ կամքին, որպեսզի Տերը քեզ սովորեցնի բարձրանալ։ Եթե նրանք Տիրոջը հնազանդել չեն ցանկանում, ուրեմն նրանք չեն կարողանել ճանաչել Աստծուն, որտեղ Աստված բնակվում է խոնարհների եւ հեզերի մեջ։ Երկրորդ ասում է, որպեսզի հնազանդեցնենք հավատքի ճանապարհը բոլոր ժողովուրդներին կամ հեթանոսներին։ Սուրբ գրքի մեջ որ ասում են հեթանոս, դա բոլոր ժողովուրդներն է, ինչ որ որոշակի ժողովուրդների չի վերաբերում։ Ուրեմն պետք է Հիսուսից զորություն իշխանություն են այն շնորհի մասին որ ասացի, որպեսզի բոլոր մարդինց բերեն այդ հնազանդությանը։ Եվ տեսեք ինչ է ասում Պողոս Արաքելը Գործք առաքելոցի մեջ, ասում է ես հետինն եմ բոլոր սուրբերի, ինձ տրվեց այս շնորհը ավետարանելու հեթանոսներին Քրիստոսի անքննին մեծությունը։ Եվ մյուս տեղում ասում է գնա դու, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է իմ անունը տանելու հեթանոսների, թագավորների եւ իսրայելացիների առաջ։ Ուրեմն ասում է ես սուրբերի մեջ հետինն եմ, ամենահետինը։ Մի ուրիշ տեղի մեջ ինքը իրեն ասում է վիժվածքս։ Ես Աստծո վիժվածքս, այդպես իրեն ասում Պողոս Արաքյալը։ Բայց ասում է ինձ էր վստահել հեթանոսներին բերելու Քրիստոսի հնազանդության մեջ։ Ուրեմն բոլոր ժողովուրդները առանց մաշկի գույնի, առանց
տեղանքի, որտեղ են ապրում, իրենք հարուստ ժողովուրդ են նախքան, բոլորը հրավիրված են փրկության համար։ Աստծո համար սահմանափակումներ չկան, սիրելիներ։ Տիրոջ համար կա մեկ նպատակ, որ որևէ մեկը մեղավոր մարդ կամ ժողովուրդ չկործանվեն, այլ Տիրոջ լույսը ընդունելով կան դեպի հավիտենական փրկության։ 6-րդ համարը, որոնց թվում եք դուք կանչվածներդ Հիսուս Քրիստոսին։ Ում է ուղղված սա? Հռոմեացիներին, Հռոմի ժողովրդին։ Այս տողերով առաքյալը ցույց է տալիս նամակով դիմելու իր լիրավ իրավունքը, որ այսինքն ես, քանի որ Աստծոս կոչված եմ, իրավունք ունեմ ձեզ այդպես կոչելու։ Հռոմի քաղաքացի լինել այն ժամանակ այսօրվա Ամերիկայի քաղաքացիություն ունենալն էր։ Չէ՞, որ շատ-շատերը ձգտում են, չէ՞, Ամերիկայի քաղաքացիություն ունենալ, այն ժամանակ էլ բոլորը ձգտում են Հռոմի քաղաքացիություն ունենալ։ Հռոմի քաղաքացիները նաև Պողոս առաքյալը ասում է փառք Աստծո, Հռոմի քաղաքացի եմ։ Ուրեմն ամեն ինչ մարդիկ անում են, որ այդ քաղաքացիությունն ունենալ։ Այսօր էլ չէ, բոլորը ձգտում են Ամերիկա գնալ ապրել, տուն են ծախում, վարկ են վերցնում, մեծ դժվարություններով Մեքսիկայով, ասին 1001 տեղով գնում են, որ հասնեն Ամերիկա, կարծես թե փրկություն այդ երկրում է։ Բայց այդպես չէ, սիրելի։ Առանց Աստծո որտեղ էլ ապրես, փրկություն չկա։ Եթե դու ամերիկյան անձնագիր ունես, ինչ որ դու չես մահանալու կամ մեղքը քեզ չի գալու։ Բոլորիս էլ գալու է։ Ուրեմն mēs ձգտում ենք ինչ անենք, երկնքի քաղաքացիություն ունենանք։ Մեր նպատակ այդ քաղաքացիություն, այդ անձնագիրն ունենալ մեր կյանքի մեջ։ Ուրեմն ինքը հեթանոսներ առաքյալներ, մյուս կողմում հռոմեացիներն են։ Հռոմեացիները գիտեն իրենք ընտրյալ չէ, այսինքն իրենք բարձր դասակարգի ժողովուրդ են, մնացած ժողովուրդները իրենց ստրուկներն են։ Ուրեմն այդպես էր այն ժամանակ։ Հռոմի քաղաքացիները ամեն իրավունք ունեին, ստրուկները չունեին, իրենք իշխում էին աշխարհին։ Հիմա այստեղ ամբողջը այնպես ոչնչացնում, ասում են դուք ոչինչ եք։ Չկարծեք, որ դուք Հռոմի քաղաքացիներ եք, հռոմեացի եք, Հռոմ քաղաքում եք ապրում, վերջ դուք արդեն փրկված եք։ Այսինքն դուք էլ հավասարապես մյուս ժողովուրդների հետ պետք է ապաշխարեք, այս փրկության ճանապարհ անցնեք, որպեսզի փրկություն գտնեք։ Ուրեմն այս սա նաև ցույց է տալիս, որ հռոմեացիները ոչ ոքից բարձր չեն եւ նույն պարտականությունների մեջ պիտի կրեն։ Այսօր էլ ցավոք սրտի մարդիկ կան, որ կարծում են, որ եթե իրենք որոշակ ինչ-որ բանի հասել են, այսքանը բավական է, Աստված պիտի գնահատի։ Չէ։ Մեր ամբողջ կյանքը ձգտում է կատարելության, սիրելիներ։ Հիսուս մեկ կատարել եղեք, ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարել։ Այսինքն այստեղ կանգնել է, եթե հասել այստեղ կանգնել ես, ել չես ուզում աճես, սա կկորցնես։ Դու անդադար պիտի ձգտես, ինչքան կբարձնես, արդեն էական չի, բայց հանկարծ կանգ չառնես քո ձգտումի մեջ։ Եթե ես հոգևորական եմ, չի նշանակում ես էլ աղոթելու կարիք չունեմ կամ եթե Սուրբ Գիրքը լավ գիտեմ, էլ պետք չի որ ես կարդամ։ Չէ, հակառակը դու ամեն օր նորից պիտի կարդաս, որովհետև նոր բան պիտի սովորես, նոր բան պիտի հասկանաս։ Եթե հավատքի մեջ նորադարձ ես, շատ բաներ չես հասկանում։ Եթե արդեն հավատքիդ մեջ հասունացել ես, արդեն խորքերն ես հասկանում, թե Տերը ինչ էր ուզում քեզ փոխանցել այս տողով։ Հիմա եթե առաջին անգամ մեկը վերցնի Սուրբ Գիրքը ասի մի երեսի ապտակում է մյուսն է շուրտուր, մարդիկ մեծ մասը սխալ են հասկանում այս տողերը։ Սա օրինակ արտաքին թշնամու համար չի, սա մեր եղբայրասիրության համար է։ Բայց երբ որ Հիսուսին ապտակեցին, Հիսուս ասաց, ինչու ապտակեցիր, ինքը մյուս երեսը շուրջ չտվեց։ Իր իրավունքը փորձեց պաշտպանել, առանց պատճառ ինչու ես ինձ հարվածում։ Ուրեմն մարդը պիտի այնքան կարդա, հասունանա, որ հանկարծ ինքը իր մասին մեծ կարծիք չկազմի, որ ինքը արդեն փրկված, ամենամեծ խապանքը նաև սա է, որ մեկը ինքը արդեն փրկված է։ Այո, մենք փրկված ենք մեղքի իշխանությունից, բայց փրկված չենք դեռ մուտք գործելու երկնքի արքայություն, որտեղ կարող ենք մինչև մեր վերջին պահը կորցնել այդ իրավունքը։ Ես չգիտեմ, մի օր կարող է ցավի մեջ մեկը կանգնի, ասի վերջ Աստված չկա այլևս։ Վերջացավ իր ամբողջ կյանքի աղոթքները։ Մեկ բառով դու մերժեցիր այդ ամեն ինչը։ Ուրեմն բոլոր քրիստոնյաները կոչված են նաև սուրբ լինելու, այսինքն սրբակենցաղ կյանք ունենալու, սիրելիներ։ Տեսեք, որը ասում ես, այս մարդը սուրբ էր կամ կան չէ, շատ հաճախ ասում են, ինչ եք հոգևորական ասում հայր սուրբ, դա չի որ ինքը սուրբ է։ Այսինքն մարդ, ով ընտրել է սրբության ճանապարհով հասնել փրկության։ Օրինակ սրբիչ բառի մեջ էլ է սուրբ արմատը։ Ուրեմն այո, սրբիչ բառի մեջ սուրբ բառն։ Ուրեմն մաքուր կյանք ունենալու մասին է խոսքը։ Դրա համար ասում է նորից կարդամ, որոնց թվում եք եւ դուք կանչվածներ եք։ Այսինքն դուք չեք որ եկել եք, Քրիստոս ինքն է ձեզ կանչել։
Ուրեմն դուք Քրիստոսով եք կանչված, հանկարծ ձեզ չվերագրեք։ Դրա համար երբ որ մենք որ տարիքում որ լինի մենք դարձ ենք ունենում, գալիս ենք, սա Տիրոջ կանչն է մեզ։ Սամուելին հիշում եք մարգարեն, չէ՞, որ մայրը 3 տարեկան Սամուելին տարավ տաճար ծառայելու։ Ինչ արեց, երբ որ քնած էր Սամուելը, Աստված կանչեց, չէ՞, Սամուել, ինքը վազեց գնաց Հեղիի մոտ, քահանայի մոտ, ասաց այստեղ եմ, ասեց, բայց ես քեզ չեմ կանչել։ Երկրորդ, երրորդ անգամ Հեղին հասկացավ, որ Աստված է, ասում, երբ որ կասի, կասես, այստեղ եմ Տեր, քո ծառան լսում է քեզ։ Ուրեմն երբ որ դու էլ ասում ես, այո Տեր, այստեղ եմ, քո ծառան լսում է քեզ, այդ պահից դու կանչված ես, ուրեմն սրբության կյանք ունենալու համար, մաքրությամբ հասնելու հավիտենական կյանքին, եւ ասում է դուք կոչվածներդ Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն Հիսուս Քրիստոսով ենք մենք նաեւ կանչված եւ Հիսուս Քրիստոսի համար։ Մենք այդ տողը սերտենք դեռ, այս Հռոմեացի նամակի մեջ ասում է ամեն ինչ նրանով է, նրա համար է, նրանից է, նրան փառք հավիտեն։ Ուրեմն ամեն ինչ Հիսուսով է, Հիսուսից է, Հիսուսի համար է եւ փառքն էլ իրենն է պատկանում։ Եվ այսօրվա վերջին համարը շատ գեղեցիկ, ամենքդ որ հռոմում եք Աստծո սիրելիներիդ, կանչված սուրբերիդ, ձեզ շնորհ եւ խաղաղություն մեր Հայր Աստծուց եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսիդ։ Ասում է ամենքիդ, որ հռոմում եք գտնվում։ Ուրեմն Հռոմը ոչ միայն այն քաղաքն էր, որ բոլոր մարդիկ ապրում էին, այլև մեզ բոլորիս է սաղված։ Ամենքս, ով որ կանչված ենք, եւ տեսեք, ասում է Աստծո սիրելիներիդ։ Ուրեմն Աստված մեզ շատ է սիրում, սիրելիներ։ Ուրեմն ովքեր կլսեն այս տողերը, ովքեր կհավատան Պողոս Արաքել այս խոսքին, կդառնան Աստծո սիրելիները։ Ուրեմն տեսեք, Տերը սիրում է բոլորին, անգամ մեղավորներին։ Չէ՞, այտենց մարդ չկա այս աշխարհի մեջ, որ Տերը չսիրի։ Դրա համար ինչ էր ասում Հովհաննես Արաքյալ, Աստված այնքան սիրեց այս աշխարհը, որ միածին որդին զոհեց աշխարհի փրկության համար։ Ուրեմն Աստծո սիրելիներ։ Սա կարևոր բառ է, որ մարդիկ հասկանա, որ ինչ էր որ լինի, կամ մեկ ով ձեզ սիրում է։ Մենք բոլորին ասում ենք սիրելիս, սիրելիներ, չէ։ Երբեմն այս բառերը ուղղակի կարող ենք ասել, բայց Աստծո համար սա շատ կարևոր մարդը միշտ հիշի, որ կա մեկը, որ ինչ էլ որ մենք անենք, ինչ մեղք էլ գործենք, ինչքան էլ ամբարտավան դառնանք, ինչքան էլ մեղքերի մեջ հայտնվենք, իր սերը չի պակասելու, որովհետև սերը երբեք չի անհետանում, Տիրոջ սերը երբեք չի նվազում։ Դա մարդն է, որ թողնում է այս ճանապարհ այսպես պիտի գնա, շրջվում է, հակառակ է գնում մեղքի կյանքով, մինչև նորից շրջվում է, հետ վերադառնում է Տիրոջ ընթացքի մեջ։ Ուրեմն այս բոլոր մարդիկ Աստծո սիրելիներն են, մենք բոլորս, ինչ էլ որ լինի, միշտ հիշեք, որ Տերը մեզ սիրում է, Տերը ատում է մեղքը, բայց սիրում է մեղավոր մարդուն, եւ ամեն մեկ մեղավորի համար երկնքում ուրախություն է։ Հիսուսի պատմածառակը 99 ոչխարների, որ թողեց 99-ին, գնաց մեկին, փնտրել որ գտավ, դրեց իր ուսի վրա, տարավ եւ ասում է կանչեց, մեծ ուրախություն սարքեց երկնքում։ Եվ Հռոմում բնակվողներից Աստծո սիրելիներին, որ կոչված եք, եւ շնորհ եւ խաղաղություն ձեզ։ Ուրեմն արդեն այստեղ շնորհ եւ խաղաղություն, այս երկու բառով ամբողջ ճշմարտությունը քրիստոնեական մենք հասկանում ենք։ Ուրեմն շնորհ նշանակում էր ողորմություն, որովհետեւ շնորհ նշանակում առաջին հերթին, որ Աստծո կողմից մեզ ձրիաբար տրված փրկություն։ Ուրեմն փրկություն մեզ, խաղաղություն մեզ, սեր մեզ եւ Աստծո ներկայություն մեզ խաղաղության հետ միասին։ Ուրեմն երբ որ Հիսուս ծնվեց, ինչ ավետարանեցին հրեշտակները, փառք Աստծուն բարձունքներում, այսինքն Հիսուսի ծնունդով գալիս ենք, որ մարդկանց նորից վերադարձնենք Աստծո փառաբանությանը, այն շուրթերը, որ դադարել էին Տիրոջը փառաբանել, հակառակը մեղքն էին գովերքում, մեղքն էին ցանկանում, Տերը գալիս է վերադարձնել Աստծո փառքը։ Երկրորդ, խաղաղություն երկրի վրա, ուրեմն Տերը գալիս էր խաղաղություն հաստատելու, որտեղ միայն շնորհ եւ խաղաղության միջոցով մենք կարող ենք հաշտվել Աստծո հետ եւ մեկս մյուսի հետ։ Շնորհ պիտի ունենանք, ձրիաբար եւ խաղաղություն։ Երրորդ, հաճություն մարդկանց միջև, այսինքն հաշտություն մարդկանց միջև։ Երբ պետք է այս ամենը կատարյալ դառնա, երբ որ մարդը մարդու հետ կարողանա հաշտությամբ ապրել։ Ես ձեզ օրինակը բերել եմ Քրիստոսի խաչելության։ Հիսուս երբ որ խաչվեց, այսպես չէ, ձեռքերը բաց են, չէ, Հիսուսի։ Ուրեմն կանչում էր ում մարդկանց։ Ուրեմն մարդիկ պետք է դեմ առ դեմ գային, հաշտվեն, հետո երկնքի հետ, որ կարողանա աչքերը բարձրացնել երկինք եւ երկնքի հետ հաշտվել։ Ուրեմն մինչեւ մարդկանց միջեւ հաշտություն չլինի, չեն կարող
Աստված եւ մարդ հաշտության մեջ լիներ։ Դրա համար Հիսուս ասում է, եթե դուք իրար սիրեք, բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Եվ նաեւ Հովհաննես առաքյալը, որ սիրո առաքյալ էր կոչվում, գիտեք, երբ որ Հովհաննես առաքյալը ծեր էր, մի քանի հազար մարդ տաճարում հավաքվել, սպասում են Հովհաննես առաքյալին, որ պիտի գար քարոզը, երբ որ գալիս է, ընդամենը երկու բառ է ասում. սիրեք իրար եւ ասում է տարեք ինձ։ Ասում եմ, բայց չէ՞ որ մենք այսքան սպասում էինք, ասում եմ, եթե դուք իրար սիրեք, մնացած ինչ որ կասեմ ավելնորդ է։ Եթե դուք իրար սիրեք, բոլորը կիմանան, որ մենք Քրիստոսի ծառաներն ենք, կոչված ենք փրկության, հրավիրված ենք սիրո մարդ լինելու եւ սերը տեսանելի դարձնելու մեր կյանքի մեջ։ Եվ ասում է վերջում, մեր Հայր Աստծուց այդ ամենը եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսից։ Ուրեմն Հայր Աստված եւ Տեր Հիսուս Քրիստոս միասնական են։ Տեսեք Հիսուսին այստեղ ասում է Տեր Հիսուս։ Հիսուսի ժամանակ Եշուա, եբրայերենի մեջ Հիսուս բառը Եշուա սովորական բառ էր։ Բայց երբ որ ասում ես Տեր Հիսուս, ինքը արդեն քեզ ցույց է տալիս, որ Հիսուսը այն խոստացված փրկիչն է, Մեսիան է, որ պիտի գար մարդկանց փրկելու համար։ Եվ նաև այստեղ Սուրբ Հոգու գործունեություն, որ Հայրը, Որդին, Սուրբ Հոգին միաժամանակ աշխատում են մարդկանց փրկության համար։ Ուրեմն մենք, որ փրկված ենք, սա մեր արժանիքը չէ, սիրելիներ։ Սա ձրիաբար Աստված մեզ տվել է Հիսուսին, զոհաբերել է մեզ համար, որպեսզի մենք փրկվենք։ Շնորհով նշանակում ենք այդ փրկությունը պիտի ընդունես։ Կան մարդիկ, որ չեն ուզում ընդունել այդ հրավերը, իրենց համար ծանր է կամ դժվար է կամ ժամանակ չունեն կամ ընդհանրապես ատում են այդ փրկությունը, չեն ընդունում։ Բայց ով որ ընդունում է այդ փրկությունը, իր կյանքի մեջ սեր եւ խաղաղություն է հաստատում եւ ինքը նաեւ Աստծո ողորմությունն է տեսնում։ Ես չգիտեմ ձեզ պատմել եմ թե չէ, երբ որ Մայր Թերեզան գնաց Հնդկաստան քարոզելու մարդկանց դեպի փրկություն առաջն օգնելու այդ աղքատներին, գալիս է մի թաղամաս Կալկաթայում, որտեղ ծայրահեղականներ էին ապրում, հինդուներ էին ապրում եւ այդ տարածքը երբ որ գնում է, գալիս են քարկոծելով, ուզում են Մայր Թերեզային դուրս շպրտեն, ասելով որ թող գնա այստեղից, որտեղ դու չես եկել ոչ թե չես եկել մարդկանց խնամելու, այլ եկել ես մարդկանց հոգիները վերջին պահին գողանալու։ Այսինքն մարդկանց համոզելու, որ իբրև Քրիստոսին ընդունեք, դա գողություն է։ Եվ երբ որ դուրս չեն գալիս, նույնիսկ այդ հինդու քարոզությունը մեկն է այդ ամեն ինչ անում, անցնում է օրեր, եւ երբ որ արդեն նորից գալիս են հարցակվելու, այդ ակտիվիստներից մեկը ներս է մտնում, տեսնում են հինդու քարոզիչը, նա էլ ծանր պարկած է եւ Մայր Թերեզան նրա ոտքերն է լվանում։ Առանց բառ խոսելու, առանց Քրիստոսի մասին խոսելու, դուրս է գալիս, ասում է բոլորդ հեռացեք այստեղից։ Ասում են ինչու։ Ասում է ինչ որ անում է այս կույսը, երբ որ ձեր մայրերն ու քույրերը կանեն, ես իրեն այստեղից դուրս կվռնդեմ։ Դին ինչ որ անում է այս կույսը, մեր քույրերն ու մայրերը մենք չենք անում իրար համար։ Բայց սա եկել է մեր ոտքերն է լվանում, մեր վերքերն է խնամում Քրիստոսի սիրո համար, ոչ թե իր շահի, Քրիստոսի շահի համար։ Այսինքն հնազանդվել է 18 տարեկան մի հիվանդ թուլամորթ աղջիկ, իր երկիրը թողեց Ալբանիան, գնաց Հնդկաստան Քրիստոսի համար ծառայելու։ Եվ երբ որ երկրաշարժ եղավ, առաջինը վազեց ինքը այստեղ, ասեց ես շատ հարստություն չունեմ Վազգեն վեհապարին, որ տամ, բայց իմ քույրերին թողնում եմ այստեղ, ինչով որ կարող են կծառայեն այս ազգին։ Ուրեմն սա է ինձ համար քրիստոնեությունը, բոլորիս համար սիրելին։ Երբ որ մենք կարողանում ենք մեր ժամանակը տրամադրել այն մարդուն, ով հիվանդ է, ցավի մեջ է, տառապանք ունի, նեղություն ունի, եւ Տերը մեզ ավելիով վերցատրում է։ Այսօր այսքանը առաջին 7 համարները ծանոթացանք Ռոմի իրավիճակին, ռոմեական կայսրության մեջ տիրող մթնոլորտին, հաջորդաբար կտեսնենք արդեն մեղքերի մասին պիտի խոսի Պողոս առաքյալը, այն կեղծ օրենքների, ինչպես կկարդանք, ասում է թող մի սուտողը չուտողին, մեղադրի չուտողն էլ ուտողին, թող չմայր ցույց տալ համար, որ այդ ուտելիքը չէ մեր փրկությունը, կարևորը քո սրտից չար խոսքեր դուրս չգան։ Ցույց կտա թե մեղքի մահը, վարձը մահն է, ոնց պիտի անենք, որ մեղքի պատճառով մենք նախ հոգեորապես չմեռնենք, որ հետո ֆիզիկական մահը վրա հաստի մեզ։ Հետո պիտի տեսնենք թե ոնց պիտի անենք այն սերը այնքան ուժեղ լինի, որ մենք կարողանանք հաղթել մեր կյանքի բոլոր դժվարություններն ու փորձությունները։ Ուրեմն թող Տիրոջ սերը, շնորհը, խաղաղությունը, որ մենք ամեն անգամ իրար մաղթում ենք, սրանք պարզապես բառեր չլինեն, այլ մեր հոգու կանչ չլինի, մեր սրտի կանչ չլինի, որ մենք այդ խոսքերի միջից մարդկանց օրհնություն ենք փոխանցում, սեր ենք փոխանցում, ոչ թե պարզապես դատարկ բառեր ենք ասում, որ մարդու սրտի մեջ ոչ մի փոփոխություն չի բերում։ Աստված պահապան բոլորիս եւ շնորհակալություն։